Մի բան կուզեի այստեղ ավելացնել, ես շատ կարևոր եմ համարում այդ տեքստի հանրայնացումը, նաև այն առումով, որ երևի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով, ինչպիսի ստեր էին տարածվում եւ մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ, կրկին առիթ եմ ունեցել էլի ասելու, նորից կասեմ սահմանադրությունների փոփոխություն, չգիտեմ 100,000-ավոր մարդկանց շարժ էստեղից այնտեղ եւ այլն եւ Փառք Աստծո թուղթը հանրային է, հրապարակային է եւ տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից եւ որևէ մեկը այդտեղ ոչ միայն չկա, այլև հերավոր ակնարկ անգամ այդ ամեն ինչի մասին չկա։ Սա իհարկե առանձին կանգնած մի երևույթ չի մանիպուլյացիաները եւ հետո առիթի դեպքում տեսնելը, որ դրանցից որևէ մեկը հիմնավոր չի, սա մի ամբողջ դիմագիծ է կամ բնորոշիչ գիծ է այսօր մեր քաղաքական դաշտում, նաև հիմնականում այսպիսի դրսևորումներ իմ խորին համոզմամբ եւ եզրակացությամբ տեսնում ենք հիմնականում շատ որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի եւ նաեւ նրանց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից, բայց ինչևէ ցավալի է, բայց փաստ է։ Մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու առիթից առիթ յուրաքանչյուր հարկ եղած հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է եւ մեր հանրությանը մատուցել այն, ինչ իրականում կա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։